Դիվանագիտական սկանդալ է հասունանում Հայաստանի շուրջ։ Ռուսաստանի առաջին ալիքի պրանկերներ Վովանը եւ Լեքսուսը նկարահանման տաղավարից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։ Ներկայացել իբր խոսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես նաեւ ակնկալում եմ ԵԱՀԿ դիրքորոշումը, որ դուք նույնպես կարող եք աջակցել ինձ այս հարցում։ Փաշինյանի անունից ասել են զանգահարող պրանկերները։ Ի պատասխան Սինիրլիօղլուն ասել է, թե պատրաստ է զբաղվել դրանով։ Միաժամանակ հարց է ուղղել, թե Փաշինյանն իսկապես կարող է դա անել, կարող է փոխել կաթողիկոսին։ Ես կարծում եմ, որ հիմա ես ունեմ հաղթաթղթեր իմ ձեռքում, եւ մենք կարող ենք փոխել կրոնը, եւ այն ամենը, ինչ ես կարող եմ խնդրել ձեզանից, ձեր աջակցությունն է այդ դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից մեծ քննադատությանը։ Хорошо, я сделаю все возможное. Ասել է պրանկերը։ Ի պատասխան գլխավոր քարտուղարը հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի։ Այս միջադեպն ավելի է սրում իրավիճակը հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ավելի վաղ հնչեցրած մտահոգությունները։ Ըստ ռուսական կողմի Բրյուսելի եւ Արևմուտքի վերջնական նպատակը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առկա դարավոր հոգեվոր կապերի լիակատար խզումն է։ Ստեղծված իրավիճակը կարող է լուրջ դիվանագիտական հետևանքներ ունենալ, քանի որ միջազգային կառույցի պաշտոնյան հայտնվել է երկրի ներքին հոգեվոր քաղաքական գործընթացներին միջամտելու պատրաստակամություն հայտնելու թակարդում։ Դիլիջանում գիշերը գրանցված անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով գետը վարարելու դուրս է եկել հունից, հայտնել են Վիոլա ջուր ընկերությունից։ Քանի որ քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է գետային մակերևութային ջրերից, իսկ Վիոլա ջուր ընկերության ջրի մաքրման կայանները տեխնիկապես նախատեսված չեն նման բարձր պղտորությամբ ջրի մաքրման համար, սպառողների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է Դիլիջանի ջրամատակարարումը։ Վիոլա ջուր ընկերության մասնագետները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու եւ ջրամատակարարումը վերականգնելու համար, ասված է հայտարարությունում։ Այնինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այլանդակություն է։ Սոցցանցի իր էջում գրել է նախկին ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը։ Նրա խոսքով սա ցույց է տալիս պետության տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ։ Տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում եւ պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է։ Ջուլֆալակյանն այս ամենը որակել է որպես հիվանդ, բարոյազուրկ եւ թույլ մարդկանց փորձ ուժի ցուցադրությամբ քողարկելու սեփական ոչնչությունը։ Մեջբերում նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու։ Արցախը հանձնող անձից, քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ։ Մեջբերման ավարտը։ 3 դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Քաղաքական գործչին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հասնող խարդախության եւ փողերի լվացման համար։ Քննչական կոմիտեն օրերս ավելի քան 70 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ է իրականացրել։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ենթադրյալ հանցավոր խմբի եւս մեկ անդամ։ Թեհրանն ափսոսում է, որ հայ-իրանական առևտրի պալատի նախաձեռնությունը հաջողությամբ չպսակվեց, այսպես է Իրանի դեսպանը անդրադարձել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը եւ դրա առնչությամբ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններին։ Շիրղոլամիի խոսքով այդ նախագիծը բարի գաղափար էր։ Իրենք ցանկանում էին հայ-իրանական առևտրի կենտրոն հիմնել։ Այդ աշխատանքներում ներգրաված էին եւ Իրանի քաղաքացիներ եւ Գագիկ Ծառուկյանը։ Դեսպանը հայտնել է, որ այս բիզնես աշխատանքների ընթացքում եղել են որոշակի տնտեսական տարաձայնություններ եւ իրենք փորձել են ամեն ինչ անել մեղմելու իրավիճակը։ Նա հույս է հայտնել, որ վկայությունների եւ առկա ապացույցների հիման վրա հնարավոր կլինեն լուծել այս հարցը ու հասնել որոշակի արդյունքի։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին եւ ռազմավարական գործընկերության փաստաթղթի շուրջ ընթացող աշխատանքներին։ Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը, դեսպանը նշել է, որ Իրանը չի հանդուրժի ոտնձգությունները եւ յուրաքանչյուր ագրեսիայի դեպքում համապատասխան պատասխան կտա։ Խալիլ Շիրղոլամին հավելել է, որ Թեհրանը լուրջ է վերաբերում իր սահմանների անվտանգությանը։ Դիվանագետի խոսքով ԱՄՆ-ի ներկայության վերաբերյալ մտահոգությունները բազմիցս քննարկվել են հայկական կողմի հետ, ու Հայաստանի իշխանությունները հավաստիացրել են, որ ԱՄՆ-ի հետ ծրագրերը Իրանի համար սպառնալիք չեն ստեղծի։ Միևնույն ժամանակ նա կարևորել է այնպիսի մեխանիզմների մշակումը, որոնք թույլ կտան Հայաստանին իրացնել իր ներուժը, միաժամանակ կառավարելով տարածաշրջանային հնարավոր ռիսկերը։ Երկկողմ հարաբերությունների մասով դեսպանը վերահաստատել է Իրանի վճռականությունը հայ-իրանական գործընկերությունը ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում։ Նա տեղեկացրել է, որ կողմերը ներկայումս աշխատում են ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի տեքստի վրա։
Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտարարել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ ակտիվորեն քննարկում է տարածաշրջանում հաղորդակցային երթուղիների զարգացման աջակցելու տարբերակները։ Գրոնոն նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության կառուցման առաջընթացը տպավորիչ է եւ ԵՄ-ն ձգտում է լինել ամուր գործընկեր երկու երկրների համար, որպեսզի այդ խաղաղությունը դառնա կայուն իրականություն։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը ընդգծել է, որ Բրյուսելը տարբեր ձևաչափերով աջակցում է խաղաղության գործընթացին, միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով մարդասիրական հարցերը։ Գրոնոն հատուկ շեշտել է, որ տարածաշրջանային կապի եւ ապաշրջափակման օրակարգը ԵՄ առաջնահերթություններից է եւ նպատակ կա զարգացնել այնպիսի երթուղիներ, որոնք կծառայեն բոլորի շահերին, մեծ ներդրում ունենալով Ասիան Հարավային Կովկասով Եվրոպային կապող միջին միջանցք նախագծի իրականացման մեջ։ Dear colleagues, in the City of Justice we are having Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԵԱԿ խորհրդարանական վեաժողովում ունեցած իր ելույթի ընթացքում քննադատել է միջազգային իրավունքի եւ արդարադատության համակարգը, ընդգծելով, որ միջազգային հանրության կողմից երկակի ստանդարտների կիրառումը եւ լռությունը հանգեցնում են սկզբունքների վերջնական քայքայմանը։ Պատգամավորը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանումը տեղի ունեցել ոչ թե միջազգային իրավունքի բացակայության, այլ կոլեկտիվ արձագանքի անբավարարության հետևանքով եւ հիշեցրել է Ադրբեջանի կողմից միջազգային դատարանների պարտադիր որոշումները, այդ թվում շրջափակումը վերացնելու եւ Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարների շինծու դատավորությունները դադարեցնելու վերաբերյալ պահանջները շարունակաբար արհամարելու փաստը։ Գալստյանը վստահեցրել է, որ միջազգային իրավունքը սակարկելի չէ, իսկ ընդհանուր սկզբունքները պարտադիր են բոլորի համար։ the reality is dramatically within. Թուրքիան աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ խաղաղ նախաձեռնություններին։ Հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը։ Էրդողանը նաև նշել է, որ միաժամանակ շարունակում են օգտագործել Ռուսաստանի հետ առկա կապի ուղիները խաղաղ գործընթացին նպաստելու նպատակով։ ԱՄՆ եւ Իրանի միջև կնքված հրադադարն այլևս ուժի մեջ չէ, իսկ Թեհրանի հետ բանակցությունները կորցրել են իմաստը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ես թույլ կտամ մեր հրաշալի բանակցողներին շարունակել խոսել, եթե նրանք դա ցանկանում են, բայց դրա հեռանկարը չեմ տեսնում, ասել է Թրամփը։ Անդրադառնալով Իրանի ղեկավարությանը, ԱՄՆ նախագահը կոշտ գնահատականներ է հնչեցրել, նրանց անվանելով ստախոսներ, խաբեբաներ եւ հիվանդ մարդիկ։ Նրա խոսքով Իրանի իշխանությունները վնաս են հասցրել սեփական ժողովրդին եւ զանգվածաբար ճնշել բողոքի ակցիայի մասնակիցներին։ Գիտեք, երբ մարդիկ հարցնում են, ինչու նրանք իշխանությունը չեն վերցնում, նրանք չեն կարող իշխանություն վերցնել, որովհետև մահացած են, նրանք զենք չունեն, իսկ մյուս կողմն ունի գնդացիրներ։ Հայտարարել է Թրամփը, հավելելով, որ իր կարծիքով միջազգային մամուլը բավարար ուշադրություն չի դարձնում այդ իրադարձություններին։ همین الان بندر Հորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է սրվել։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Իրանը հարձակվել է թագավորությանը պատկանող նավթատար նավի վրա։ Դրանից հետո ԱՄՆ-ն իրականացրել է լայնածավալ ռազմական գործողություն։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ավելի քան 80 թիրախի, այդ թվում Հորմուզի նեղուցում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավելի քան 60 արագընթաց նավակի եւ իրանական հակաօդային պաշտպանության համակարգերի։ Կենտոկոմը հայտարարել է, որ Իրանի գործողությունները միջազգային ջրերում քաղաքացիական նավագնացության դեմ եղել են անհիմն, վտանգավոր եւ խախտել են հրադադարի պայմանները։ Միաժամանակ ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին պատրաստվել Իրանի հնարավոր պատասխան գործողություններին։ Իրանական ֆարս գործակալության փոխանցմամբ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում եւ Քուվեյթում տեղակայված ամերիկյան 85 ռազմական օբյեկտների։ Իրանն ու ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ Իսլամաբադում երկօրյա բանակցություններ կանցկացնեն, եթե չնախատեսված այլ իրադարձություններ չլինեն։ Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրլողամին։ Հուսով ենք խելամտությունն ու ռացիոնալությունը կվերադառնան եւ իշխող կդառնան Սպիտակ տանը, եւ նրանք իրենց պարտականություններին հավատարիմ կմնան, քանի որ Իրանն արդեն ցույց է տվել իր կամքը եւ ապացուցել, եթե նրանք շարունակեն այսպես բարբերական կերպով խախտել պայմանավորվածություններն ու համաձայնագիրը, ապա Իրանը կպատասխանի դրանց։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի երեկվա գործողություններին ու դրանց Իրանի պատասխանին, դեսպանն ընդգծել է, որ բանակցությունների շրջանակում նման գործողությունները պետք է դիտարկել որպես մարտավարական, տակտիկական քայլեր, սակայն դրանցով կողմերը չեն հետապնդում լայնամասշտաբ պատերազմ սկսելու միտում։
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մարմինը տեղափոխել են Նաջաֆ, Իրաքի շիա իսլամի ամենասուրբ քաղաքներից մեկը։ Խամենեին կհուղարկավորեն այստեղ 5 շաբթի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը մասնակցել է Իրաքում կայացած արարողությանը, սակայն կրճատել իր այցը ԱՄՆ-ի վերսկսած հարվածների պատճառով։